Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 30 և հանցավորների հետ հաշտվեց, Եսայա 53:12 Ինչու Հիսուսը եկավ մեղավորների համար չարչարվելու, նման հրաշալի կարեկցանքը արդարացվում էր բազմաթիվ հիմնավոր պատկերացումներով, ելնելով նրա անձի առանձնահատկություններից, նա լավագույն կերպով համապատասխանում էր միջնորդի դերին։ Դատարանում պաշտպանյալի շահերը ներկայացնող վստահված անձին օրենքը դիտարկում է որպես պաշտպանյալ։ Այսպես, երբ մեղավորը ներկայացվում է արդարության դատարանին, դատավորների առաջ կանգնում է այլ ոչ ոք, քան ինքը Հիսուսը, որպեսզի անձամբ պատասխանի գլխավոր մեղադրողին։ Նա մատնանշում էր իր ձեռքերը, ոտքերը, կողը, վիճարկելով մեղադրանքը, որ ներկայացված է մեղավորին, որոնց ինքը ներկայացնում է։ Նա վկայակոչում է թափված արյունը, ընդ որում այնքան համոզիչ կերպով, որ դատավորը ստիպված է հայտարարել. «Ազատ արձակեցեք նրան, բաց թողեք գերեզմանից»։ Ես գտել եմ մեղմաշունչ հանգամանքը, Տերը հանցավորների հետ հաշտվեց, որ դեպի իրեն շահի նրանց սրտերը։ Մենք կարող ենք խիզախորեն մոտենալ նրան, խոստովանել մեր մեղքերը։ Նա, ով հաշտված է մեզ հետ, չի կարող մեզ դատել։ Նա գրանցվել է անօրենների ցանկում, որպեսզի մեզ գրանցի սրբերի ցանկում։ Նա սուրբ էր և գրանցված էր սրբերի ցանկում։ Մենք մեղավոր էինք և դատապարտված էինք մեղավորների շարքը։ Նա իր անունը տեղափոխում է մեր սև ցուցակի մեջ, իսկ մեր անունները սև ցուցակից տեղափոխում է կյանքի գրքի մեջ։ Մեր մեղքի տխուր կարողությունը Հիսուսը վերցնում է իր վրա, իսկ իր արդարությունը, իր արյունն ու հսկայական կարողությունը նա առատաձեռնորեն զոհաբերում է մեզ որպես բաժին։ Ընկեր իմ, ուրախացիր նրա հետ միությամբ, ով հանցավորների հետ հաշտվեց, և ապացուցիր, որ դու իրոք փրկված ես նրանց հետ արգասաբեր ընկերակցությամբ, ովքեր նրանում կենդանի արարածներ են։